Քաղաքացիության մասով մի քանի տվյալ ներկայացնեմ, որպեսզի նաև հարցերի դեպքում կարողանանք պատկերացում կազմել, թե ինչի մասին է խոսքը։ Մեծ թվով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ հրաժարվում են քաղաքացիությունից մինչև 18 տարի լրանալը, որպեսզի ծառայություն չանցնեն։ Իմ ձեռքի տակ կարմիրով նշված են քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը։ Տեսնում ենք, որ 8721 քաղաքացի հրաժարվել է եւ ըստ տարիների կարող եք ֆիքսել 2020-ից 2024 թվականի ընթացքում քանի քաղաքացի հրաժարվել։ Նշեմ, որ այս թվի մեծությունը պատկերավոր լինելու համար նշեմ, որ սա մոտավորապես 2 զորակոչի ընթացքում բանակ զորակոչված թվին մոտ թիվ է եւ կանաչով ներկայացված է քաղաքացիություն ստացողների թիվը եւ առանձին տողերով բաժանված ես բաժանել եմ մինչեւ 27 տարեկանները եւ տեսնում ենք, որ ընդհանուր առմամբ վերջին 5 տարիների ընթացքում շուրջ 42000 արաքասեռի քաղաքացի ստացել է քաղաքացիություն եւ նրանց ընդամենը 7% կամ 3000-ն են, որ դա արել են մինչեւ 27 տարի լրանալը, այսինքն գերակշիռ մասը սպասում են, որպեսզի իրենց 27 տարի լրանա, որպեսզի պարտադիր զինվորական ծառայություն չանցնեն։ Իմ առաջարկը նաեւ խրախուսի, որպեսզի նրանք ավելի շուտ դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ չսպասեն մինչեւ իրենց 27 տարի լրանալը, քանի որ հաճախ եթե մենք այդ հնարավորությունը չտանք 27 տարի լրանալուց հետո հնարավոր է այդ ցանկությունը այս քաղաքացիների մոտ, այս անձանց մոտ ովքեր քաղաքացի չեն վերանա։ Մյուս էլի կարևոր է տեղեկատվություն կա, որ կցանկանամ տեղեկացնել, բայց կցանկանամ լսել ձեր հարցերը եւ հարց ու պատասխանի դեպքով արդեն անդրադառնալ ավելի մանրամասն տվյալներին։ Շնորհակալ եմ ասուլիսին ներկայանալու համար, սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Անցնենք հարցերին, Փայլակ Վահրազյան, խնդրեմ ձեր հարցը։ Պարոն Սարգսյան, նախ ձեր համար այս վիճակագրությունը որքանով է մտահոգիչ եւ չի խոսում այնուամենայնիվ այն մասին, ես խոսում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու այդ թվի մասին, չի խոսում այն մասին, որ այս իշխանության խոստումները, այդ թվում եւ խաղաղության վերաբերյալ իրականության հետ աղերս չունեն եւ ծնողներն այնուամենայնիվ ելքեր են փորձում գտնել, որպեսզի իրենց առական սեռի երեխաներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց սկսեն եւ նաեւ ձեր խրախուսական մոտեցումները փողի տեսքով, նաեւ այն պատիժները, որ բերեք փող տվեք, որքանով են նման Նիկոլ Փաշինյանի ասած փողը տվեք, դուք անվեք, փողը տվեք, դուք անվեք, դուք մեկ նախագիծել եք բերել, էլի որը կապված էր փողի հետ եւ ըստ էության սա սոցիալական անհավասարություն չի առաջացնի եւ նաեւ այն քաղաքացին, որ հնարավորություն ունի իր երեխային ազատել, գումարը վճարի, հրաժարվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից եւ մնան մարդիկ, ովքեր սոցիալապես անապահով են եւ նրանք գնան պաշտպանեն Հայաստանը հայրենիքը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Իհարկե թվերը մտահոգիչ են եւ թվերի վերհանելով եւ մտահոգիչ լինելը իցույց դնելով եմ ես հանդես գալիս օրենսդրական նախաձեռնությամբ, նաեւ հիմքում դնելով այս հիմնավորումները։ Ես դեռևս 2019 թվականից եւ առաջին անգամ դարձա ազգային ժողովի պատգամավոր, սկսել եմ ուսումնասիրել զորակոչի հետ կապված խնդիրները եւ դեռևս 2019-2020 թվականներին, դեռևս մինչեւ 2028 թվականի 44-օրյա պատերազմը ես հանդես եմ եկել մի շարք ելույթներով եւ վերլուծություններով, նշելով, որ մեր ժամկետային զինծառայողների թիվը կրճատվել է էականորեն եւ վերել եմ տվել մի շարք գործիչներ անգամ քննադատեցին, թե ինչու եմ ես դրա մասին խոսում։ Ամեն դեպքում ավելի մանրամասն դա ներկայացրել եմ այն ժամանակվա 3 խմբակցություններին՝ Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան եւ Իմ Քայլը Դաշինքին, նշելով, որ մենք ունենք լրջագույն խնդիր կապված զորակոչի հետ։ Խնդիրների մի մասը գալիս է նաեւ օբյեկտիվ պատճառներով, դա կապված է ծնելիության թվի անկումով եւ ծնված տղաների թվի նվազմամբ։ Եվ նայում ծնված տղաների թիվը, ես հիմա ավելի ստույգ ասեմ, ամենաշատը վերջին 30-40 տարիների ընթացքում ամենաշատը տղաներ, կենդանի ծնված տղաներ եղել են 1990 թվականին, ինչու եմ ասում կենդանի ծնված, որտեղ հաշվառումը այդպես է վարվում, քանի երեխա է ծնվել եւ քանիսն են ծնվել կենդանի, եւ այսպես 1990 թվականին կենդանի ծնված տղաներ տենց է տալիս առողջապահության նախարարությունից տենց կամ ողջ ծնված տղաներ կարող ենք ասել, որպեսզի շահարկումների տեղիք չտան։ 1990 թվականին ունեցել ենք 41054 տղաներ ծնված
2001 թվականին ունեցել ենք 17285, այսինքն երկուսից ավել անգամ կոմաստեղանների թիվը պակասել է, նաև կարող ենք ենթադրել, որ 18 տարի հետո երկու անգամ ավելի քիչ զորակոչիկ ենք ունեցել։ Սա հասկանալի պատճառ է, բայց նաև կան այլ մտահոգիչ պատճառներ, դրանք են ստեղծված աշխարհական իրավիճակը եւ նաև 44 օրյա պատերազմը, եւ երբ նայում ենք քաղաքացիությունից հրաժարված անձանց թվի աճը, տեսնում ենք, որ 2020 թվականին ամենաշատն ենք ունեցել քաղաքացիությունից հրաժարվելու դեպքեր համեմատական մյուս տարիների հետ, եւ 2020-ից հետո մինչեւ 2024-ը թիվը գնալով նվազել է։ Սա կապված է իհարկե անվտանգային վիճակով նույնպես։ Ինչ վերաբերվում է սոցիալական անարդարությանը, նշեմ, որ նախագիծը գալիս է ոչ թե սոցիալական անարդարություն բերելու, այլ վերականգնելու այս պահին առկա սոցիալական անհավասար իրավիճակը, քանի որ սոցիալապես ապահովված քաղաքացիները հնարավորություն ունեն այսօր հրաժարվելու քաղաքացիությունից այլ երկրում քաղաքացիություն ստանալով, ինչի հնարավորությունը սոցիալապես կարիքավոր անձինք չունեն, եւ սրանով իսկ նրանք լուծում են զինվորական ծառայությունից խուսափելու հարցը դեռևս պատանի հասակում մինչև զորակոչային տարիքի հասնելը։ Եվ երբ որ մենք նայում ենք նաև պաշտպանության նախարարության գործընկերներն են ասում, օրինակ 1000 հարկ վճարողների ցանկը երբ նայում ենք, նրանց երեխաները մեծամասամբ չեն անցնում այս մեր զորակոչով, այսինքն իրենք անգամ հաշվառման չեն անցնում, քանի որ իրենց հարցը լուծել է մեծամասամբ նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն։ Երբ մենք բարձր տուրք ենք սահմանում քաղաքացիությունից հրաժարվելու համար, սրանով կանխարգելում ենք այդ խնդիրը, կամ անգամ եթե քաղաքացին հրաժարվի, այդ գումարը երկու զինծառայողի բարձր 2 տարվա աշխատավարձի չափով գումար է, ինչը կարող ենք մենք ուղղել մեր մյուս քաղաքացիներին, որպեսզի ծառայեն եւ ստանան բարձր աշխատավարձ։ Նաև ուղենք մեր մյուս շարքային կազմի ժամկետային զինծառայողներին, որպեսզի նրանք ոչ թե ամսեկան ստանան 3400 դրամ դրամական ապահովում, այլ մի քանի անգամ ավելի բարձր։ Այսպիսով մենք գումարները ավելի ճիշտ ենք օգտագործելու եւ թողնելու ենք, որ ոչ թե այդ մեծ գումարները, ովքեր որ ձեր նշած հարուստների ծնողները վճարում են այլ պետություններին քաղաքացիությունը փոխելու համար կամ վճարում են օրինակ բժշկական հանրությանը, կվճարեն արդեն պետությանը եւ այդ գումարները արդեն սահուն կերպով կգնան մեր մյուս քաղաքացիների կյանքի որակը բարձրացնելու։ Սրանով իսկ մենք պետական եկամուտները կավելացնենք եւ կուղենք մեր քաղաքացիներին, ովքեր ծառայություն են անցնում։ Շնորհակալ եմ։